Քրոնիկ սեռավարակներ այսօր շատ հիվանդություններից շատերի պատճառ են հանդիսանում և եթե նայենք նույնիսկ այսօր քրոնիկ հիվանդությունների սեռավարակները մտել են ընտանիքներ, նույնիսկ երեխաների մոտ են ավելի շատ հաճախակի լինում, քան առաջ էր։ Եթե առաջներում վերցնենք, որ քրոնիկ սեռավարակներով հիվանդ են լինում 10-ից 2-3 ընտանիքը, ապա այսօր 6-7 ընտանիք ամենաքիչը 10 ընտանիքից սեռավարակներով է լինում և ամենավատը այն է, որ սուրի փոխարեն քրոնիկով է վարակված, այսինքն քրոնիկ սեռավարակը չունի սուր հիվանդության ախտանիշները և քրոնիկ ձևով կարող է փոխանցվել մեկ, այսինքն ամուսինների մեջ և նաև երեխաներին է փոխանցվում, եթե հղիության շրջանում այդ քրոնիկ սեռավարակը եղել է մոր մոտ և որոշ դեպքերում նաև տանը կարող է այդպիսի խնդիր առաջանալ շփման ժամանակ հագուստին դիպչելուց և այդպես շարունակ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որպեսզի գոնե ամուսինները հասկանան և ըմբռնեն և փորձեն հետևել իրենց կյանքի, իրենց հիվանդություններին և պատճառները գիտակցելով հասկանան, թե ինչից դա եղավ։ Ցավոք սրտի մեր հասարակության մեջ ընդունված է, որ աղջիկը դա լավ է, այսինքն որ աղջիկը պետք է ողջախոհ լինի և մինչև ամուսնանալը ողջախոհ լինի պահի, բայց ցավոք վատ է, որ ընդունված է, որ տղամարդը կարող է մինչև ամուսնանալը և մարմնապատճառների մոտ գնալ և տարբեր ոչ ողջախոհ աղջիկների հետ հանդիպի և դրանից հետո էլ որոշ ընտանիքներում նույնիսկ ընդունված է, որ իր ամուսինը կարող է սիրում լինել։ Եվ այս սխալ հիվանդագին մեր ազգի հիվանդ մտածելակերպի հետևանքով է, որ քրոնիկ սեռավարակները շատացել են ընտանիքներում և ոչ միայն աղջիկը պետք է ողջախոհ լինի, նաև տղան պետք է ողջախոհ լինի, ինչը որ տղաների վերաբերյալ հասարակության մեջ տարբեր իրարամերժ կարծիքներ կան։ Ինչևէ, տղամարդը շատ են լինում, առաջներում օրինակ կինը, երբ որ ունենում էր 9-10 երեխա, նորից առողջ էր լինում և այդքան հիվանդություններ չէր ունենում, ինչքան հիմա կինը, երբ որ 1 երեխա է ունենում կամ 2։ Ինչից է դա։ Բոլորը վերագրում են հիմնականում երեխաներին, ծննդաբերությանը, բայց ստատիստիկայով եթե նայում ենք, առաջներում ավելի շատ են ունեցել, ավելի բարդ պայմաններով, բայց ավելի առողջ են եղել։ Այստեղ հենց պատճառը թաքնվում է հենց քրոնիկ սեռավարակի մեջ և ամուսինը սուր հիվանդությամբ վարակված է լինում մինչև ամուսնանալը կամ ամուսնության ընթացքում։ Կարող է հակառակն էլ լինել, ոչ միշտ որ կինն է ողջախոհ, կարող է կինը փոխանցի իր ամուսնուն։ Խնդիրը այստեղ այսպես է, զույգերից մեկը ունենում է սուր հիվանդություն, սեռավարակ, դա հիմա գիտականորեն ապացուցված է, որ նույն գոնորեայի, գանակոկը, նույն սիֆիլիսի բակտերիան և շատ սեռավարակներ հակաբիոտիկներով դրանց բակտերիաները չեն մահանում։ Արդեն գիտականորեն ապացուցված է և վերացվում են ավելի փոքր սպորների և արդեն ներս են գնում։ Այստեղից է, որ երբ սուր հիվանդությունը կա, այսինքն արտադրություն կա և սուր սեռավարակի ախտանիշներ, երբ որ հակաբիոտիկներ են տալիս կամ այդպիսի այլ ուժեղ պրեպարատներ, որոնք ճնշում են ախտանիշը, դադարեցվում է արտաքին ախտանիշը, այսինքն արտադրությունը, խնդիրը գնում է ներս, այսինքն թույնը սկսում է կուտակվել ներսում և դրանից է առաջանում քրոնիկ ռևմատիզմ, շաքարային դիաբետ շատերի մոտ, քրոնիկ շագանակագեղձի պրոստատիտ, շագանակագեղձի ուռուցքներ, միոմաներ, արգանդի էնդոմետրիոզի, այսինքն ընդհանրապես էնդոմետրիոզ, այսինքն արգանդի
լորձաթանքների քրոնիկ բորբոքում շատ բազմաթիվ են պապիլոմաները, կանձիլոմաները մաշկի, կարող է ներքին օրգաններում դրանք լինեն։ Պապիլոմանները բաժանում են մի քանի մասի, բայց որոշ դեպքերում պապիլոմաները հենց քրոնիկ սեռավարակն են։ Դա պետք է դիտարկել, թե ինչ ուրիշ խնդիր կա, այսինքն կալցիումի յուրացման անկում կա, թե չէ, որովհետև պապիլոմաներ կարող են նաև կալցիումի յուրացման անկումից լինել։ Պապիլոմաներով կարող են վարակվել, երբ որ լողանում են նույն այնպիսի վայրերում, որտեղ շատ մարդիկ կան, այսինքն լողավազաններում, որտեղ հոսող ջուր չկա։ Կարող են նաև սեռավարակներից ստանան, կարող են նաև կալցիումի յուրացումից, բայց կանձիլոմաները դրանք սեռավարակների արդյունք, պապիլոմանից շատերը սեռավարակների արդյունք են։ Եվ այսպես շարունակ, այսինքն ճնշվեց խնդիրը, սեռավարակը վերածվեց քրոնիկի եւ փոխանցվում է մյուսին սեռավարակը այդ քրոնիկ ֆորմայով, այսինքն ինչ ձևով կար կրողի մոտ։ Այստեղից է, որ մարմնավաճառները հակաբիոտիկներով բժշկվում են, իբր թե բուժվում են ճակերտների մեջ, քրոնիկ մնում է եւ տղամարդը գնաց մարմնավաճառի մոտ, հետո եկավ կնոջն էլ փոխանցում է այն հիվանդությունը, որը այդ մարմնավաճառի մոտ չկա, առողջ մարմնավաճառ։ Դա միֆ է, հեքիաթ է։ Եվ այդտեղից փոխանցում է քրոնիկ ձևով իր կնոջը, իր կինը ամուսնանում է, առողջ ամուսնանում է, 1 տարի հետո երեխան ունենում է եւ սկսում է ատամները թափել, երիկամների հիվանդություններ առաջանալ, իրա վրա կարող են հետագայում, օրինակ պապիլոմաները, կանձիլոմաները կարող են միանգամից չառաջանալ, այդ առաջանում, երբ որ օրգանիզմի իմունիտետը ընդհանրապես է լինում։ Քրոնիկ ռևմատիզմ շատ կան զույգերի մեջ, ամուսինը հաճախ հարաբերություն է ունեցել մարմնավաճառների հետ եւ իր կինը քրոնիկ ռևմատիզմ է տարապում, բայց միջ ամուսնանալը չուներ։ Եվ սա համատարած խնդիր է արդեն, տղամարդկանց մոտ մինչև խելագարություն կարող է հասնել, այսինքն դեպքեր կան, երբ քրոնիկ, այսինքն սուր հիվանդությունը հակաբիոտիկներով ճնշել են, անցնում են ներս, հետո քրոնիկ պրոստատիտ է լինում, դրանից հետո ինֆարկտներ են ստանում, այսինքն անցնում են ներս դեպի սիրտ, հետո տարածվում է դեպի գլխուղեղ, արդեն համակարգ խելագարվածներ շատ կան այդ շրջանում եւ ինֆարկտներ կան շրջանում։ Եվ այսպես շարունակ, կանանց մոտ կարող է լյարդի կապսուլան քրոնիկ բորբոքի, լյարդը մեծանա, երիկամների բորբոքում կա, միոմաներ առաջանան եւ այդպես շարունակ։ Եվ այս խնդիրը, երբ որ արդեն քրոնիկ սեռավարակ կա, բայց պացիենտները կամ ինքնախաբեությամբ են զբաղված, թե իբր բուժվել են, կամ աչք են փակում այդ խնդրին եւ անցնում են այլ բուժումների, այսինքն պատճառը առանց դուրս հանելու, եթե սիմպտոմատիկ ձևով բուժվի, հիվանդությունը ավելի է բարդանում։ Այսինքն իրականում ամեն հիվանդության, նույն քրոնիկ ռևմատիզմից պետք է իմանալ սեռավարակից է եղել, թե կոկերից, այսինքն կոկերի հիվանդություններից, թե լյարդի հիվանդությունից, երբ որ կարող է ռևմատիզմ լինել, նույն լյարդի հիվանդությունից, երբ որ ազոտի ընդհանրապես գիտակցությունը յուրացում գնում է, օրգանիզմը արհեստականորեն բարձրացնում է ազոտ, այսինքն ազոտական միացություններն են շատ։ Այսինքն պետք է իրականում պատճառը գտնել, ոչ թե մենակ ախտորոշման անվանումով ստանդարտերով բուժել, կամ հաջողության չեն հասնում։ Բայց երբ որ պատճառը գիտեն, ձգտում են բժշկվել, իրենց սխալ ճանապարհները ուղղում են, այսինքն հասկացան, որ ճիշտ չի, նաև նշեմ, որ մաշկային շատ հիվանդություններ, քոսերը տարբեր են լինում, քորերը կան խնդիրներ հիվանդություններ, երբ որ դուրս գալուց է քորեր լինում, կան խնդիրներ, երբ որ տոքսիկացիա կա, լյարդի հիվանդը այդ ժամանակ է մաշկում, քորեր ցանի տեսք ունեն, բայց կան քոսի տեսակ հենց այդպիսի կյանքով ոչ ողջամիտ կյանքով ապրող, ողջախոհ կյանքով ապրող մարդկանց մոտ կարող են այդպիսի խնդիրներ լինել, պսորիազների մի մասը կարող են նույն սեռավարակների հետևանքով առաջանալ եւ այդպես շարունակ։ Եվ ցավալին այն է, որ այսօր կան ստատիստիկաներ նույն հոմեոպաթիայով նույն մասնագետների շրջանում եւ կլասիկ բժշկության շրջանում,
որ քրոնիկ սեռավարակները այսօր ավելի շատ մեծամասնություն են կազմում, քան առաջ։ Առաջ ավելի շատ թե ֆունկցիաներ ներքին օրգանների, ֆունկցիոնալ հիվանդությունները, այսօր մեծամասնում դա քրոնիկ սեռավարակներ են։ Եվ նույնը վերաբերում է սիֆիլիսին, երեխաներ կան ծնվում են սիֆիլիսով, այդպես էլ կա հենց ախտորոշում, իծնե սիֆիլիս եւ այդպես էլ մահանում են, այսինքն որևէ օրգան, որովհետեւ սիֆիլիսը ինքը կարող է արտահայտվել օրգանի քայքայմամբ, այսինքն որևէ օրգանի քայքայմամբ սիֆիլիսով շատ կան հայտնի նույն գործիչներ, իրանց երեխաները այդպես մահանում են, իրենց կանայք, իրենք այդ ամեն ինչը ինֆորմատիվ առումով կա, եւ նույն ձևի կարող է ծնվել սեռավարակով մի ոչ միայն սիֆիլիս։ Այստեղ նաեւ կարեւոր է ինչու ներկայանում, երբ որ սեռավարակների ժամանակ, սիֆիլիսի ժամանակ վերք է առաջանում սպի, եթե այրում են սպին, սիֆիլիսը վերածվում է անբուժելի, բայց եթե չեն այրում եւ հակաբիոտիկներ չեն տալիս, հնարավորությունը բուժման, ճիշտ բժշկման ավելի է մեծանում։ Դանարեի ժամանակ, եթե պապիլոմաներ են առաջացել սեռական օրգանների կողքերը, չի կարելի այրել կամ փոկել, եթե այրում են հեռացնում են, դանարան անցնում է ներս, վերածվում է քրոնիկի։ Դանարեի ժամանակ չի կարելի արտադրությունը հակաբիոտիկներով ճնշել, այդ թույնը, որ դուրս է գալիս օրգանիզմից, գնում ներս, բայց արտադրություն կարող է այլ սեռավարակներից էլ լինել, կանզիլոմաների դեպքում նույնպես եթե կանզիլոման գա մաշկի կողմից կանզիլոման փոկեցին կամ հեռացեցին, ներքին խնդիրը բարդանում է։ Եվ այդպես շարունակ, այսինքն շատ եւ սխալ բուժումով, այսինքն նաեւ այն մասնագետները, որոնք իբր փորձել են բժշկեն հակաբիոտիկներով նման պացիենտներ, մի մասը իրենց ուսերին է այդ պատասխանատվությունը, որ վերածվել է քրոնիկ, իսկ մի մասն էլ նրանց ուսերին է, որոնք դա անում են ու առանց հաշվի նստելու, որ իրենք ոչ միայն իրենց են վնաս տալի, այլ իրենց ընտանիքի անդամներին։ Երեխաներ կան ծնվում են աչքերի լորձաթաղանթային քրոնիկ բորբոքմամբ, տանում են տարբեր տեղեր, չեն կարողանում պատճառը։ Հենց այդտեղ է պատճառը։ Եթե երեխան իծնե կամ փոքրուց աչքերը լորձաթաղանթի անդրբորբոքվում, դա սեռավարակ է ստացել հավանականություն մեծ է, այդտեղ պետք է հիվանդության պատմությունը ուսումնասիրել, իր մորից կարող է ստացած լինել, կան բացի աչքերի, կան աղիքային հիվանդություններ, իբր նշվում է, թե թունավորում է ստացել, բայց իրականում սեռավարակ ունի աղիների լորձաթաղանթների հետ կապված իծներ, շատ կան այդպիսիներ, եւ որպես կանոն այլ ախտանիշներ լինում, մաշկի հետ կապված, նյարդային վիճակի հետ կապված եւ այլն եւ այլն։ Եվ եթե բուժողը պատճառը իրականում չփնտրի տվյալ դեպքերում, անհնար է օգնել պացիենտին լիարժեքորեն եւ առանց ծանր հետևանքների, որովհետեւ եթե սխալ բուժվեց աչքերը, լորձաթաղանթները բժշկվի կաթիլներով, բուժվի, ոչ թե բժշկվի, կամ վիրահատություններ են անում, լինում է դեպքեր, հակաալերգիկ պրեպարատներ տալ, խնդիրը ներս է գնալու, կարող է արդեն տարածվել գլխուղեղ, եթե աչքերի հետ է կապված, կարող են սեռական օրգանների հիվանդությունը ավելի բարդանալ, շատ կան դեպքեր, երբ որ ավելի է բարդանում, ավելի է տարածվում խնդիրը եւ այդպես շարունակ։ Այսքանը երևի բավարար է, որպեսզի ինֆորմացիան օգնի շատերին, առողջ եղեք։